Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, նայում եմ ու այստեղ մարդիկ են, ում հետ 25 տարի ճանապարհ եմ անցել, ոչ հեշտ ճանապարհ, բազմաթիվ փորձություններով ու վկա է Աստված, որ մենք արժանի ենք այս ընտրություններում լավ արդյունք ունենալու։ Մեր այդ անցած ճանապարհը պիտի գնահատվի։ Սիրելի ժողովուրդ, այս հրապարակում չգիտեմ ինչ պատճառով է, բայց միշտ խոսակցությունը ստացվում է ինձանից, իմ մասին, հետո Վազգենի մասին, հետո երկրի մասին, այս տեսա ֆիլմերն էլ, որ ցույց տվեցին, ընկերներս, որ զրուցեցին, ընդհանուր առմամբ նայում եմ, թեմաներն ամբողջությամբ փակեցին։ Սիրելի ժողովուրդ, բայց քարոզարշավի ամբողջ ընթացքում ինձ անընդհատ որպես մեղադրանք հնչեցվել է մի հարց, ինչը զարմանալի է, ինչը 25 տարի է հնչում է։ Մոտեցել են մարդիկ, ասել են, գիտեք, միանշանակ ձեզ ենք ընտրելու, քեզ են ընտրելու, բայց մի բան ինձ հետաքրքիր է, էլի, ինչի պահը կորցրեցիր։ Ասում եմ, ինչ պահ եմ կորցրել։ Ասում եմ, Ռոբերտ Քոչարյանին չսպանեցիր։ 25 տարի այդ հարցը ինձ տալիս են ժողովուրդ։ Առաջ ես զայրանում էի այդ հարցից, երբեմն վիճում, հետո հասկացա, սիրելի ժողովուրդ, որ մենք Սողոմոն Թելերյանի արարքով բավարարված, մեր տներում նստած երբեմն քեֆներս լավ, այֆիդայի, ջանֆիդայի երկող ժողովուրդ ենք։ Փոխանակ պետություն, բանակ, ինքնիշխանություն հաստատենք, բավարարվել ենք մի հոգու, մի անգամյա արած արարքով, համարել ենք, որ մեր վրեժը լուծվեց, վերջ երջանիկ ենք։ Մեր երկրում առաջին իմ կարծիքով պետություն, պետականություն սկսեց կառուցել Գարեգին Նժդեհը իր Լեռնա Հայաստանով, իր բանակով, ինչ տեղի ունեցավ։ Էլի ռուսահապատակ բոլշևիկներով Գարեգին Նժդեհին վտարեցին, հետո աքսորեցին Ալտայի մարզ, հետո ծաղրեցին, հորինելով Զանգեզուր ֆիլմը, Գարեգին Նժդեհից հետո սովետական տարիներ էին, պետությունը որպես այդպիսին ինչ որ միավոր էր, հետո եկավ միացում ու եկավ Վազգենը։ Վազգենն ասաց անկախությունը բացարձակ արժեք է։ Վազգենի սպանեցին։ Սիրելի ժողովուրդ, յուրաքանչյուր ժողովուրդ իր անկախության համար պիտի պայքարի։ Յուրաքանչյուր ժողովուրդ իր անկախության համար պիտի ջանքեր թափի։ Յուրաքանչյուր ժողովուրդ պիտի օրնի բուն աշխատի, որովհետև այդ արժեքը բացառիկ արժեք է, Աստծո տված արժեք է։ 2021 թվականին պարտությունից հետո ընտրությունների ժամանակ մեր ժողովուրդը ջանաց, բայց քիչ ջանաց։ Քիչ պայքարեց, որովհետև ազգային ժողով մտան ռուսական ազդեցության, ռուսահապատակ քաղաքական կուսակցություններ, որոնք այդտեղ չպիտի լինեին, որովհետև այդ պարտության պատճառներից մեկն էլ իրենք էին։ Եվ ինչ այդ ուժերը տեղավորվեցին, հանգստացան, սկսեցին կախվել Հայաստանի անկախության ոտքերից ու հանկարծ Հայաստանը կես կայլ դեպի աջուձախ, այս ուժերը արդեն Ռուսաստանից եկող հրահանգներով սկսեցին լուրեր տարածել Հայաստանում։ Հիմա սիրելի ժողովուրդ, 2026 թվականին իրենք էլ ավելի են ուշեղացել։ Ռուսաստանն արդեն այստեղ կիրառում է միլիարդատերերի, օլիգարխների, ահռելի մեծ փողեր, պատժամիջոցներ կամ արգելանքներ է մտցնում հայկական տարբեր ապրանքատեսակների վրա։
ու այս ամեն ինչը շարունակելու է սիրելի ժողովուրդ։ Ու եթե մենք այս ընտրություններին էլ այդ ուժերին քվետանք, ապա հաջորդը կարող է ընտրություն չլինի։ Հաջորդը կարող է ազգային ազատագրական պայքարի վերածվի, որովհետև մենք կարող է վերածվենք գուբերնիայի։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, հորդորում եմ ձեզ ու խնդրում եմ ձեզ, քվեի չտալ ռուսական ազդեցությամբ, Ռուսաստանից հնչող մոտեցումները Հայաստանում բարձրաձայնող ուժերին։ Եթե անգամ կան մարդիկ, որոնք մոլորված են, որոնք անցյալի հետ կապված են քվել տան, գոնե այդ ուժերը ազգային ժողովում լինեն այսօրվա եղածից կեսից պակաս։ Սիրելի ժողովուրդ, ազգային ժողովում պիտի լինի արևմտաբեդ ուժ, ձեր աչքի տեսած, ձեր աչքի առածով ճանապարհ անցած, որը Հայաստանը տանում է դեպի քաղաքակիրթ աշխարհ, դեպի ժողովրդավարություն, դեպի զարգացող աշխարհ։ Սիրելի ժողովուրդ, նման կուսակցություն ենք մենք ձեր աչքի առաջ, այս գլուխ գովանություն չի, այս մեծամտություն չի, մենք փորձվել ենք ամեն փորձություններով, ապրիլի 12-ից մարտի 1-ով, մենք անընդհատ պաշտպանել ենք Հայաստանի ինքնիշխանությունը, պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, պատերազմից հետո, երբ Հայաստանում իշխանափոխություն էին անում, երբ գլխավոր շտաբն էր հայտարարում, որ պիտի հրաժարական տան, մենք հարթակ ենք բարձրացել, առանց մտածելու, որ վաղը կարող է փոխվի։ Սիրելի ժողովուրդ, արևմտամետ ուժի պիտի քվետալ նաև եւ քվե պիտի տալ հանրապետություն կուսակցությանը, որովհետեւ մենք ասում ենք, որ պարտությունից հետո հնարավոր է հաղթել։ Այս ամբողջ քաղաքական դաշտում միայն մենք ենք խոսում հաղթանակից, բայց մենք ասում ենք, որ այդ հաղթանակը կարող է լինել առանց արյունի, առանց պատերազմ հայտարարելու։ Այդ հաղթանակը կարող է լինել Գերմանիայի եւ Ճապոնիայի մոդելով, տնտեսական մրցակցության միջոցով, որ մենք 5-10 տարի հետո կարող ենք ունենալ այնպիսի բյուջե, որի պարագայում ոչ միայն Ադրբեջանը, այլև տարածաշրջանի մյուս երկրները հարգանքով կվերաբերվեն մեզ։ Մեր մոտ հյուր գալը կհամարեն հաճելի եւ օգտակար։ Այ մենք այդպիսի պետություն ենք ուզում կառուցել ու մենք կարող ենք դա անել, սիրելի ժողովուրդ։ Հետևաբար մեզ քվետալը դեպի աշխարհ, դեպի քաղաքակիրթ աշխարհ, դեպի Հայաստանի զարգացում լուսամուտներ բացելն է։ Սիրելի ժողովուրդ, անդրադառնալով երրորդի սկզբին պիտի ասեմ, որ ես նախընտրեցի միանգամյա վրեժխնդրության ակտի փոխարեն գնալ պետություն, բանակ, ինքնիշխանություն պաշտպանելու ճանապարհով։ Ու ես համարում եմ, որ ես ճիշտ արեցի։ Եվ սիրելի ժողովուրդ, միանշանակ խոստանում եմ ձեզ, որ իմ թիմին, ինձ քվետալով, դուք ազգային ժողովում ունենալու եք թիմ, որը գնում է աշխատելու, որը գնում է օրենսդրական նախաձեռնություններ տանելու, որը գնում է Հայաստանի տնտեսությունը զարգացնելու, Հայաստանի բանակը հզորացնելու, Հայաստանի գիտական պոտենցիալը մեծացնելու։ Սիրելի ժողովուրդ, վստահելով մեզ, դուք ունենալու եք ձեր իրական աջակիցը Հայաստանի ազգային ժողովում։ Հետևաբար, հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամասեր, եղած 19 քվեաթերթիկների միջից ընտրեք թիվ 11-ը եւ քվեարկեք թիվ 11-ի օգտին։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք ոչ միայն չեք զղջալու ձեր քվեարկության համար, այլ մեկ տարի հետո ազգային ժողովում մեր ելույթները լսելով հպարտությամբ ձեր կողքին նստածներին ասելու եք, ես եմ քվեարկել այս կուսակցության համար։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, կարծում եմ, համոզված եմ ու վստահ եմ, որ մեր ժողովրդի մի ստվար զանգված
անգամ մեզ չքվյարկողները ուրախանալու են մեր անցնելով, որովհետև մեր անցնելը ձեռնատու է լինելու բոլորին, նույնիսկ այդ ռուսահապատակներին, որովհետև մենք իրենց սովորեցնելու ենք, թե եթե Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունես, ինչ պիտի անես, որովհետև մենք բոլորս մի նավի մեջ ենք, որովհետև այդ մի նավում պիտի ճիշտ ուղղությամբ գնանք, որովհետև այդ մի նավում, եթե մենք բոլորս օգտագործում ենք Գերմանիայի կամ Ճապոնիայի մոդելը, իսկ այդ մոդելում համար մեկը ժողովրդի միասնական ու համախմբված լինելն էր, ու եթե դու ճիշտ ռուսական մոդելի մարդ ես, ու ասում ես, որ մեկ հեռախոսազանգով ես կարող էի պատերազմը կանգնեցնել, հիմի այդ մեկ հեռախոսազանգն անելու ժամանակն է։ Զանգի քիմիա ունեցող քո ընկերոջը Վլադիմիր Պուտինին, ասա Վլադիմիր Վլադիմիրի, կամ ասա շեֆ, ոնց քեֆդ տալիս է, ինչ ուզում ես ասա, էական չի, կարևորը երկրի տոկուտ անես։ Ասա Վլադիմիր Վլադիմիրի, այս ելակը կամ կլուբնիկը ոնց ուզում ես ասա, որ փակել է այդ հայ ու ռուս ժողովրդների բարեկամությունը խաթարում է, այդ լավ չի, խնդրում եմ, ես կոչ անեմ, հանրային կոչ, որ հադրայից արգելքը, դու էլ այդ բացի ու դրանից իմ քվեն ավելի կշատանա։ Կարող է չէ ռուսամետը, որ կարող է պատերազմը կանգնեցնել է սորասի հայ գյուղացուն օգնեք, չի անում, գիտեք ինչու չի անում, որտեղ իր խնդիրը հայ գյուղացին ու նրա կլուբնիկը չի, նրա ելակը չի, իր խնդիրը իր իշխանության գալն է։ Այդ դրա համար էլ ասում եմ, որ մեր ազգային ժողովում լինելը նաև իրենց է օգուտ լինելու, որովհետև իրենց սովորեցնելու են, թե իրենց ռուսական կապերը ոնց աշխատեցնեն։ Օգուտ է լինելու նաև քաղաքացիական պայմանագրին, որովհետև իրենք այն ծրագրերը դեպի Եվրոպա, որոնք իրենց բալանսավորման շրջանակներում չեն կարողանալու անել, այդ մենք կարողանալու ենք անել, որովհետև մենք այդ իշխանություն չունենալով էլ ընդդիմադիր քաղաքական կուսակցություն լինելով էլ արել ենք, սիրելի ժողովուրդ։ Հետևաբար մեր խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է։ Մենք ջանք ու եռան չենք խնայելու այդ ինքնիշխանությունը պահելու։ Մենք ջանք ու եռան չենք խնայելու Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը բացարձակ արժեք դարձնելու համար։ Այն բացարձակ արժեք է։ Այն բացարձակ արժեք է, ու այդպեսին լինելու է, ու այդպեսին մնալու է, ու իսկապես 21-րդ դարը մերն է լինելու։ Շնորհակալություն ձեզ, լավոր ձեզ, շատ շնորհակալ եմ, որ եկել եք ես հավաքին։ Հորդորում եմ ձեզ, բոլորին խնդրում, որ ունեցի 7-ին պատանիր գնաք, ընտրատեղամասեր, չգնաք մենակ, ձեր հետ տանեք, եվս 3 մարդու, 5 մարդու, ձեր շրջապատին, խնդրեք, համոզեք, ասեք եկեք ու քվեարկեք իրական արևմտյան արժեքներ կրող, իրական ժողովրդավարության կողմնակից, իրական առաջընթացի կողմնակից, իրական զարգացման կողմնակից հանրապետություն կուսակցությանը ու վստահեցնում եմ ձեզ ամեն ինչ անելու ենք, որ արդարացնենք ձեր վստահությունը։ Լավ օր ձեզ եւ շնորհակալություն։